Շուտով Հիսուս Քրիստոսի եկեղեցու հափշտակությունն է։ Ինչ է նշանակում դա։ Դա նշանակում է, որ Հիսուս Քրիստոսը գալու է իր թագավորությունից դեպի երկինք ամպերի միջով, չի իջնելու երկրագնդի վրա եւ մեզ աստվածային փողի կանչով մի ակնթարթում մեզ նոր երկնային մարմիններ է տալու եւ միանգամից վերցնելու է մեզ երկրի վրայից դեպի երկինք եւ տանելու է իր թագավորություն։ Հիմա այդ մասին ես մանրամասն չեմ ուզում խոսել, ուզում եմ տեղեկացնել, որ Հիսուս Քրիստոսը գալիս է շուտով իր իրական զավակների հետևից եւ իր եկեղեցու հետևից եւ դա կոչվում է եկեղեցու հափշտակություն, որովհետեւ դա տեղի է ունենում շատ արագ, միանգամից հափշտակել նշանակում է շատ արագ, անսպասելի կերպով վերցնել ու տանել։ Ողջ աշխարհից, բոլոր ազգերից միլիոնավոր քրիստոնյաներ մի ակնթարթում կանհետանան եւ համաշխարհային կառավարությունը հենց հիմա կազմակերպում է շատ մեծ սուտ եւ կեղծիք այլ մոլորակայինների մասին եւ շուտով ողջ աշխարհին կխաբեն թե այլ մոլորակայինների հարձակում է սպասվում եւ կկազմակերպեն կեղծ հարձակում եւ հափշտակությունից հետո երբ անհետանան միլիոնավոր քրիստոնյաներ համաշխարհային կառավարությունը ողջ աշխարհին կխաբի եւ շատերը կհավատան թե իբր այլ մոլորակայինները առևանգեցին միլիոնավոր մարդկանց, բայց իրականում Հիսուսն է երկրի վրայից վերցնելու իր զավակներին։ Դարձի եկեք մարդիկ, կանչեք Աստծուն ձեր կյանք, խնդրում եմ ձեզ անհավատ մի եղեք մատների արանքով, մի նայեք, անփույթ մի եղեք, անտարբեր մի եղեք, այս ամենը իրական է, այս ամենը գրված է Աստվածաշնչում։ Կանչեք Հիսուս Քրիստոսի անունը եւ կփրկվեք, կանչեք Հիսուս Քրիստոսին ձեր կյանք, նա ձեզ է սպասում, նա ձեզ է սիրում, մեզանից յուրաքանչյուրին Հիսուս Քրիստոսը սիրում է անսահման սիրով, անկախ մեր մեղքերից, մեր գործած սխալներից, նա սիրում է մեզ նույն սիրով, նրա սերն անսահման է։ Հենց հիմա է այն պահը, որ ընդունենք մեր փրկչին, ընդունիր քո փրկչին Հիսուս Քրիստոսին, ընդունիր նրա պարգևած հավիտենական կյանքը, ոչինչ ավելի կարևոր չէ, քան Աստված եւ նրա տված փրկությունից ու հավիտենական կյանքից, ոչինչ այս աշխարհում չպիտի քեզ համար լինի ավելի կարևոր կամ ավելի թանկ։ Դու կարող ես ապաշխարել հենց հիմա, դա շատ հեշտ է, ողջ դժվարությունը Հիսուս Քրիստոսը քո փոխարեն կրել է իր վրա 2000 տարի առաջ, նա գանվել է խաչին չարչարանքներով, իր արյամբ խաչի վրա լվացել է, սրբել է քո մեղքերը, ազատել է քեզ հավիտենական մահից, այսինքն դժոխքից, եւ հիմա դու ընդհանրապես պիտի ընդունես նրա արածը, նրա տված հավիտենական կյանքի պարգևը պիտի ընդունես, աղոթքով գնա Աստծո առաջ, Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ Աստծո առաջ խոստովանիր քո մեղքերը, քո սխալները, խոստովանիր, որ դու սխալ ես ու մեղավոր, ինչպես յուրաքանչյուրս ենք սխալ ու մեղավոր, բայց Աստված մեզ սիրում է, նա սպասում է մեզ, նա սպասում է, որ մենք ընդունենք մեր սխալները եւ կխնդրենք, որ նա մեզ մաքրի եւ ազատի եւ ընդունիր, որ քո Տերն ու Փրկիչը Տեր Հիսուս Քրիստոսն է, Հայր Աստծո որդին, ինքն էլ Աստված, Տեր Հիսուս Քրիստոսը, որ եկավ աշխարհ 2000 տարի առաջ քեզ համար, քո փրկության համար։ Եվ իր չարչարանքներով ու իր մահով ու իր հարությամբ քեզ տվեց հավիտենական կյանք։ Հիսուսը գալիս է, Հիսուսը գալիս է։ Նա մի ակնթարթում կվերցնի իր եկեղեցին երկրի վրայից եւ կսկսվի մեծ վիշտը եւ հակաքրիստոսը պաշտոնապես կիշխի ողջ աշխարհին եւ մեծ վշտի վերջում Քրիստոսը կվերադառնա երկիր որպես դատավոր արդեն, որպես աշխարհի ողջ տիեզերքի դատավոր։ Նա կվերադառնա երկիր իր հարսի հետ, դատելու ողջ աշխարհին, այսինքն իր եկեղեցու հետ, դատելու ողջ աշխարհին։ Հավատա դու չես ուզի մնալ երկրի վրա հափշտակությունից հետո, այն ամենը ինչ կատարվելու է երկրագնդի վրա, մեզանից ոչ ոք եւ ոչ մի ֆիլմերում եւ ոչ մի ֆանտազիաներով չեն կարող պատկերացնել ամբողջ ցավը, ամբողջ սարսափը, որ տիրելու է երկրագնդի վրա։ Հենց հիմա է այն պահը, որ դու պիտի ընդունես քո Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին։